Հայաստանի քաղաքացիները Գյումրիում եւ Փարաքարում մերժեցին Փաշինյանի այսպես կոչված իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կիրակի օրվա ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությունն այն է, որ Փաշինյանը չկարողացավ փակել Արցախի հարցը, քանի որ ընտրողը մերժեց դա իր ձայնը տալով ընդդիմադիր ուժերին։ Սա ունի աշխարհական նշանակություն առայն, որ Արցախի հարցը փակված չէ։ Սա պետք է արդեն ֆիքսենք։ Արցախի հարցը վարչապետը չկարողացավ փակսի, որտեղ ընտրողը մերժեց Արցախի հարցը փակելը, ձայն չտալով երկու տեղում կապան պարտվել է, անկախ նրանից, որ Գյումրիում ինքը ավելի շատ ձայներ է ստացել, այդտեղ էլ վարչական ռեսուրս կան։ Վարչական ռեսուրսը որ անենք, հələ հարցը շատ ձայն կստանա, թե չէ, բայց իրական Հայաստանի հարցը չանցավ, Արցախի հարցը չփակվեց։ Եթե վարչական ռեսուրսը հանենք, իսկ վարչական ռեսուրս կերած իշխանությունը կողմից չեմ ասում ամբողջ վարչական ռեսուրսով ստացվել է ձայները, բայց առնվազն եթե վարչական ռեսուրսը հանենք, մասնակիցների 1/3-ը մաքսիմում ձայն տվեց այդ հակարցախյան դիրքորոշմանը։ Սա շատ մեծ թիվ է, անգամ եթե վարչական ռեսուրս անում ենք Գյումրի համար, ում տաղաները Բաքվի բանտերում դատվում են, եթե հիշում եք նոյեմբերի 9-ից հետո գերի ընկան այդ հադրութում ու հիմա դատվում են, անգամ այդ պարագայում գյումրեցիների կողմից կապային ձայն տալը դա բավականին շատ է, բայց այնուամենայնիվ կարող ենք ասել ընդհանուրի մեջ, այո, դա 1/3-ը մաքսիմում։ Իսկ դա նշանակում է, որ դա տեսավ եւ ռուսական կողմը եւ Ադրբեջան կողմը։ Քաղաքագետի խոսքով Գյումրու եւ Փարաքարի ավականու ընտրություններում իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կրած անհաջողությունը գործող վարչապետի արտաքին քաղաքականության վրա անմիջականորեն չի ազդի, բայց որոշակի մեսիջներ արտաքին շահագրգիռ կենտրոններին իր մեջ պարունակում է։ Խոսքն այն մասին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամեն գնով ցանկանում է ստորագրել Ադրբեջանի հետ բանակցված խաղաղության համաձայնագիրը, որն ընդդիմության կարծիքով ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա եւ Ադրբեջանի պահանջների կատարում, ոչ թե իրական խաղաղության բերող փաստաթուղթ։ Բայց դա անելու համար Փաշինյանին նախ անհրաժեշտ է թե Հայաստանի Հանրությանը եւ թե ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իր դիրքերը երկրի ներսում ամուր են, որ ժողովուրդն իրեն աջակցում է եւ հետեւաբար ինքն ունի լեգիտիմություն Հայաստանի համար այդ ճակատագրական քայլն անելու։ Այս իմաստով Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում եւ ամենախոշոր 9 գյուղ ընդգրկող համայնքում անցկացված ընտրությունները կարող էին որոշակի ցուցիչ դառնալ։ Բայց երբ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում ստանում է ընտրողների ձայների ընդամենը 36%, իսկ Փարաքարում ջախջախիչ պարտություն է կրում։ Արդյոք սա չի նշանակում, որ Փաշինյանը բավական լուրջ խնդիրներ ունի իշխանության լեգիտիմության հետ։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով Փաշինյանը հիմա կարող է փորձել արագացնել խաղաղության համաձայնագրի կնքումը, բայց ամեն դեպքում մարտի 30-ի ընտրություններում հասարակությունը համաձայնություն չտվեց Արցախի հարցը փակելուն։ Իսկ դա հետագայում կօգտագործվի տարբեր աշխարհաքաղաքական ուժերի կողմից։ Խոսելով ընտրությունների բուն արդյունքի մասին, քաղտեխնոլոգը առանձնացնում է Հայաստանում ընտրական գործընթացների մի քանի կարևոր առանձնահատկություն։ Եթե վերցնում ենք Փարաքարի եւ Գյումրի ընտրությունները, անկախ նրանից ընդդիմությունը ինչ կլինի, միավոր թե չի միավոր, դնենք մի կողմ։ Այս փայլությամբ փաստենքային ինչ որ կա։ Ինչ ցույց տվեց առաջին Փարաքարում, մարզերում ընտրությունների ժամանակ կուսակցական պատկանելությունը կարևոր չի, որովհետև պետք է ասենք, որ օրինակ Գյումրիում Վարդան Ղուկասյանի ստացած ձայները դա Վարդան Ղուկասյանի ձայներն են, դա Հայաստանի կոմունիստական կուսակցության ձայները չեն։ Այսինքն չի նշանակում Գյումրիում կոմունիստները 8 մանդատ են ունենալու Երևանը, թե Գյումրի ավականում։ Այդ դա Վարդան Ղուկասյանի թիմն է ունենալու, որը հանդես է գալի կոմկուսի հագուստով։ Կարող է, չգիտեմ, այլ կուսակցության մեկ ուրիշ անունով կուսակցությունով հանդես գար, ելի նույն քանակներ ստանալու։ Այսինքն սա կոմունիստների ձայնը չի։ Եվ ապրելու եկին եթե վերստում ենք Փարաքարում դա էլ տվյալ գործիչի ստացած ձայները, որը հանդես է գալի ապրելու երկիր կուսակցության ուրեմն ցուցակով։ Այսինքն մարզերում ընտրությունների համար հիմնական նշանակությունը դա անհատի դերն է։ Լավ անհատ է, լավ աշխատող անհատ է, լավ ծրագիր ներկայացնող անհատ է, վստահություն ներշնչող անհատ է եւ այլն, այսինքն անհատի այս կամ այն որակական առավելությունը բերում է ձայներ։ Որակական անհատի որակական խոտանը պակասեցնում է ձայները։ Իհարկե, Սարիկի դեպքում ԿՊ-ն իրանից ձայներ էր տանում, որտեվ իր դեմ էր աշխատում։ Եթե Սարիկ Մինասյանը այլ կուսակցությունով հանդես գար, ինքը միգուցե շատ ավելի ձայն կհավաքեր։ Միգուցե։ Բայց ամեն դեպքում ԿՊ-ն իրանից ձայներ էր տանում,
բայց դա վարչական ռեսուրսով ոնց որ փոխհատուցվում էր, էլի այդ տարած ձայները, եթե վարչական ռեսուրսը չլներ, քիչ այլ արդյունք կլներ, բայց ընդհանուր վերցնում ենք առաջին օրինաչափություն մարզերում շարունակում են կուսակցական համակարգը կայացած չէ, ինչպես կայացած չի եղել միջև 18 թվական, այսինքն 30 տարվա ընթացքում հիմա կայացած չէ, անհատների ստացած ձայներն են։ Եթե խոսենք արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական համատեքստի մասին, շատ ուշագրավ է արևմտամետ 3 ուժերի՝ Հանրապետություն, Հանուն Հանրապետության եւ եվրոպական կուսակցությունների կազմած Եվրադաշինքի օրինակը, որը մասնակցում էր Գյումրու ընտրություններին, բայց չկարողացավ նույնիսկ հաղթահարել անցողի քշեմը, հավաքելով ձայների ընդամենը 4.5%-ը։ Արմեն Բադալյանի խոսքով Գյումրիում արևմտամետները ջախջախիչ պարտություն գրեցին։ Սա ցույց է տալիս, որ արևմտամետության եւ եվրաինտեգրման օրակարգը հատկապես մարզերում շատ փոքր էլեկտորատ ունի։ Ընտրությունների երկրորդ կարևոր օրինաչափությունը մինչև 2018 թվականը Հայաստանում կիրառված հին ու բարի տեխնոլոգիաների գործադրումն է։ Ընտրողների ուղղորդում, նրանց ընտրատեղամասեր բերելը, նրանց վրա այս կամ այն կերպ ազդելը, վարչական ռեսուրսի չարաշահումը եւ այլն։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում ընդդիմադիր ուժերի գրանցած հաջողությունը կարող է խթանել ներքաղաքական գործընթացներ Երևանում, քաղտեխնոլոգը կանխատեսում է, որ հոգեբանական տեսանկյունից դա իհարկե կունենա որոշակի ազդեցություն։ Կապային տեսա, որ ինքը երկուտեղներ պարտվում է, երբ որ դու պարտվում ես, արդեն սկսում է առաջանալ նավը առաջին լքելու այդ տրամադրությունները։ Սա միանշանակ է, սա միշտ իմացեք, ցանկացած ուժ, որը սկսում է պարտվել, միանգամից հատկապես Հայաստանի կամ այս երկրների, Հայաստանի նման երկրների չկայացած քաղաքական համակարգում առաջ է բերում նավը լքելու այդ քաղաքականությունը առաջ բերում, որը բնականաբար օգտագործում են դիմադիր ուժերի կողմից։ Հիմա Արցախահայերի շարժումը ինչ ազդեցություն կունենա, այս պայմանությամբ դժվար ասել նա շարժում կլինի, չի լինի, եթե լինի ինչ ազդեցություն կունենա եւ այլն, բայց դրա համար նաեւ ինչ որ առիթ է պետք է ասենք Գյումրիում մետի ընտրությունների առիթ է։ Հիմա ոնց որ թե Երևանում այդպիսի առիթ չկա, բայց այն որ արդեն հոգեբանական տեսակետից պետական ապարատը դուսը տեսան, որ վարչապետը արդեն այն չի եւ չի կարողանում, հա, ասինքն ինքը արդեն բարձրացած կաղ բադիկ է դարել, ինչքան էլ ինքը ազգային ժողովում գորգորա եւ այլն, ամեն դեպքում դա երևաց, ինքը կաղ բադիկ է դարել։ Իսկ դա ազդում է ներքաղաքական գործընթացը։ Կարող է դուք մեկ ամիս հետո դա չտեսնեք, երկու ամիս հետո դա չերևա, բայց դա արդեն շոշափուկները տարածելու է ամբողջ ուժային տատական համակարգի ներկայացուցիչներն բոլոր տեսան, որ ԿՊ-ն պարտվեց։ Վարչապետը պարտվեց, ոչ թե ԿՊ-ն պարտվեց։ Իսկ դա արդեն իր ազդեցությունը հոգեբանորեն թողնում է։ Այսինքն վարչապետը ելեն 18 թվական ուժեղ տղեն չի։ Մարտի 30-ին Գյումրիում անցկացված ավականու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 36.8%-ը։ Կոմունիստական կուսակցությունը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ստացել է ձայների 20.7%-ը։ Անցողիկ 6%-անոց շեմը հաղթահարել են նաև Մարտուն Գրիգորյանի Մեր քաղաքը դաշինքը, Ռուբեն Մխիթարյանի Իմ հզոր համայնքը կուսակցությունը եւ Մայր Հայաստան դաշինքը։ Ձայների նշված հարաբերակցությամբ ԿՊ-ն Գյումրու ավականիում կունենա 14, Վարդան Ղուկասյանի խմբակցությունը 8, Մարտուն Գրիգորյանի դաշինքը 6, Ռուբեն Մխիթարյանը 3, իսկ Մայր Հայաստանը 2 մանդատ։ Ռուբեն Մխիթարյանը եւ Մայր Հայաստանը արդեն հայտարարել են քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի թեկնածությանը սատարելու պատրաստակամության մասին։ Եթե նրանց միանա նաեւ Մարտուն Գրիգորյանի դաշինքը, Գյումրիում քաղաքապետ կընտրվի ոչ թե ԿՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այլ ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը։ Իսկ Փարաքարում տեղի ունեցած ավականու ընտրություններում ձայների մեծ առավելությամբ հաղթել է ընդդիմադիր ապրելու երկիր եւ հաղթանակ կուսակցությունների կազմած Միասնություն դաշինքը Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ։ Նրա օգտին քվեարկել է 6508 ընտրող կամ ձայների մոտ 57%-ը։ Քաղաքացիական պայմանագրի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 32%-ը։ Արամ Սարգսյան, Եվրոմեդիա 24։